Սիրոտոներից մինչև մարտիրթը, Գիծյանը համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ, սալիկների ամբողջ տեսականու համար։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է հակակոռուպցիոն անվտանգության փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Բարև ձեզ, պարոն Հոկտանյան։ Բարև ձեզ։ Պարոն Հոկտանյան, ես նախապես ասեմ, ես կոռուպցիայից բոլոր առումներով շատ հեռու մարդ եմ, դրա համար շատ հարցեր կարող են միամիտ լինել, նախապես ձեզ զգուշացնում եմ, միամիտ հնչել։ Ես այսպես եմ տեսնում այսօրվա իրավիճակը մեր երկրում, որ եթե օրինակ մենք 7 տարի, 8 տարի առաջ ունենք համակարգային կոռուպցիա, կար իշխանության մեջ, ես սա անվանում եմ օբշակ, հա, մի քիչ գրագետ խոսք չի, բայց հայերենից կներեք չկա, օբշակ։ Կար օբշակ, որտեղ այդ գումարները, որոնք գալիս էին ստվերային տնտեսությունից, հավաքվում էին, հետո բաժանվում էին եւ այդ ամենով իշխանության ուղղահայացը պահվում էր։ Հիմա այդ օբշակը չկա, մենք դա գիտենք, գոյություն չունի։ Որքանով ես հասկանում եմ ամենացածր օղակներում կոռուպցիա գրեթե չկա կամ չկա, ես չգիտեմ, ես չեմ առնչվում, առաջ առնչվում էի անընդհատ։ Տպավորություն է ստեղծվում, որ ամենավերևում էլ չկա։ Տպավորություն է ստեղծվում, որ ամենավերևում չկա, որովհետև օբշակը չկա, այդ ուղղահայացը չկա, եւ կոռուպցիայի վրա չի իշխանությունը հիմնվում։ Բայց ես շատ ահազանգեր եմ ստանում, որ կա, չգիտեմ ինչպես է ճիշտ որքանով է դա մասնագիտական ճիշտ հնչում, միջին օղակներում, այսինքն վարչության պետեր նախարարությունում, տեղակալներ, փոխնախարարներ, որոնք այս ամենում թաթախված են եւ շատ լավ մարդիկ շարունակում են գումարներ աշխատել, բայց այդ գումարը, ես էլ եմ ասում, սա չստուգված տեղեկատվություն է, ոնց որ թե վերև չի գնում։ Եթե առաջ sense գնում էր, չէ՞, քայլ առ քայլ միջև վերև, հիմա կարծես թե չի գնում, ամենայն դեպս այդ մասին տեղեկատվություն չկա։ Ես որպես շարքային քաղաքացի սա եմ տեսնում, ես կարող եմ սխալվել։ Հիմա խնդրեմ ձեր մոտեցումները, ձեր տեսակետները, ինչպիսի կոռուպցիա մենք ունենք Հայաստանում, իսկ այն որ կոռուպցիա կա, դա փաստ է։ Ուրեմն մի ճշտող ձեր հարցերին ճշտող մի հարց, դուք ասում եք, որ փաստորեն կա միջին օղակների կոռուպցիա, չկա ստորին օղակների, չկա վերին օղակների։ Ճիշտ եմ հասկացել։ Ես ամենայն դեպս այդպիսի ահազանգեր եւ անձնական չեմ առնչվում, չեմ տեսնում դա։ Շատ լավ։ Այդքանը կարող եմ ասել ես։ Կա թե չկա, չգիտեմ։ Փորձենք ուրեմն հասկանալ իրավիճակը։ Ուրեմն սկսենք նրանից, որ կոռուպցիան ինքը կոռուպցիայի մակարդակը ինքը չափելի չի։ Չափում են ընկալումով դեռ դժբախտաբար եւ ակադեմիական մակարդակ։ Ես դրա համար իմ ընկալումը սկզբից ներկայացրեցի։ Եվ ուրիշ տարբերակ չկա, միայն ընկալումով են չափում, դա իհարկե իդեալական չափիչ գործիքը չի, բայց դրանից ավելի լավը դեռ չեն հնարել ընկալումից լավը։ Որովհետև մի թեթև դա էլ ասեմ, վիճակագրությունը կոռուպցիոն հանցագործությունների պարտադիր չի, որ adekvat արտացոլի իրավիճակը, շատ դա լատենտ ինքը երևույթ է կոռուպցիան եւ շատ հանցագործություններ չեն էլ ոչ միայն նույնիսկ չգիտենք որ տեղի է ունեցել, որտեղ նույնիսկ հաղորդում չի ներկայացրել, այնպես որ դա դուրս է գալիս։ Մյուս տարբերակը ուղղակի հարց տալ, շատերը չնայած ինչքան էլ ասես, որ դա անանուն հարցում է, այլ վախենում են եւ շատ ասենք բավականակ երբ որ անցկացում են կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի չափումներ, Հայաստանում վերջին անգամ էլի մեր կազմակերպությունը միջազգային արել էր դա 2016-ին վերջին անգամ եղել էր, ընդամենը մոտ 10-15% այդ կարգի են ասում, որ այո իրենք առնչվել են ձեր ասած այդ ցածր կոռուպցիայի հետ։ Բացի դրանից էլ երբ որ դու հարցում ես անում այդ ընտրանքը, որ վերցնում ես, վիբրկան ռուսերեն ասած, այդ ընտրանքի զգալի մասը շարքային քաղաքացիներն բնականաբար, իսկ կոռուպցիան դրսևորումները, շատ դրսևորումներ ուղղակի շարքային քաղաքացիների նույնիսկ ներգրաված չեն, օրինակ նույն գնումների ոլորտը ասենք, որ պետք է լինել գործարար մանավանդ մեծ գնումներում բավական խոշոր գործարար, այո, տենդերները
կամ ասենք բյուջեի թալանը, որը կոռուպցիայի ամենավտանգավոր տեսակներից է, շարքային քաղաքացին ուղղակիորեն չի առնչվում եւ այլն։ Դրա համար այդ ընկալումով են նայում։ Հիմա գանք ուրեմն ընկալմանը։ Ընկալումով մի ինչ որտեղ ճիշտ ասացիք, որ բավականին փոխվեց ընկալումը մանավանդ 18-19 թվական այդ Թավշյա ոչ բռնի այդ շարժումից հետո բավականին լավացավ։ Մինչ այդ մոտավորապես տարիներուն 2000 դա էլի մեր կազմակերպության, այսպես ասած, նույն չափիչն է, նա չափում է հանրային ոլորտի, այսինքն պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի ոչ, ասենք, մասնավոր սեկտորում կոռուպցիան, դա է դուրս են գալիս կոռուպցիայի որոշակի տեսակներ, դա չի չափում, ասենք, փողերի լվացում, անդրազգային կոռուպցիա, դրանք չի չափում։ Միայն հանրային ոլորտում այդ ձեր ասած միջին մակարդակը դրան էլ է սա կանդադառնա, ուրեմն ընդ որում ընկալումները վերցնում են գործարարների եւ փորձագետների, կոռուպցիայի հակակոռուպցիոն փորձագետների տվյալ երկրի եւ այդ երկրի առնչվող, ասենք, ովքեր հետազոտություններ են անցկացնում, ասենք, ընդհանուր հարավային Կովկասի, այդ թվում Հայաստանի, նաեւ գործարարներ, որոնք շփվում են այդ երկրի հետ։ Այդ դրանց ուրեմն ընկալումներն են չափում այդ գործային կալման համակարգը։ Ինչպիսի արդյունքներ կան։ Հիմա տեսեք, այս մեթոդաբանությունը, երբ որ մենք սկսվել այս համաթիվը արդեն այս տարի մենք փետրվարի 10-ին ներկայացնենք 2025 թվականի համաթիվը 95 թվականից, այսինքն 30 տարի առաջ ուղիղ այդ առաջին անգամ հրապարակվեց։ Հայաստանում առաջին անգամ եղավ 99, հետո 2000, հետո 2 տարի չեղավ, ինչու համար, որտեղ պետք է բավարար քանակությամբ տվյալներ լինեն, որպեսզի մշակվեն դրանք։ Եթե քիչ են տվյալները, դա արդեն մաթեմատիկական վիճակագրության այդ հարց է, այդ մեթոդներով են մշակվում տվյալները, այդ 2 տարին չկան, 2001-2003-ից սկսած միշտ եղել է։ 12 թվականից այս մեթոդաբանությամբ է չափվում, 12-ից մինչև ուրեմն 18 թիվը ներառյալ բավականին ցածր էր, ու 18-ը հիմնականում այդ տարիներին նաև լակ կար, 17 թվի իրավիճակն էին նայում, դա համար 18-ին այնքան էլ մեծ արդյունք չէր, 35 էր, բայց 19-ին մի անգամից դարավ 42, դա իսկ 20-ին 49 հասավ, այսինքն կտրուկ լավացավ, նույնիսկ ես միշտ ասել եմ, համաշխարհային մակարդակով այդպիսի արդյունք չէր եղել։ Շատ կտրուկ լավացում ոչ միայն այդ տարիներին, այլև ընդհանրապես 2 տարվա մեջ շատ կոռուպցիայի ընկալումը։ Այո, ընկալումը բավականին լավացավ։ Ու դրանից հետո մի փոքր հաջորդ տարին, ուրեմն 21-ին մնաց այդ նորից 22-ին մի փոքր նահանջեց 46 ու մնացել 46-47-ի շուրջ 22-ից սկսած տատանվում է։ Հիմա ինչ է նշանակում այդ կարգի թիվը։ Ես ուզում եմ ուղղակի իրավիճակը ցույց տալ, որպեսզի արդեն գանք հիմնական այդ Բայց խնդրեմ հնարավորինս կարճ փորձենք։ Ուրեմն տեսեք, այդ համաթիվը էմպիրիկ հետազոտությունները ցույց են տվել, որ եթե 0-ից 100 այդ սանդղակն է, ընդ որում եթե ինչքան բարձր, այնքան օրինակ Դանիան առաջ տեղը 89, այնքան դրական, այնքան այսինքն ավելի քիչ է կոռուպցիան, եթե ընկալումը համաթիվը բարձր է։ Եթե 50-ից ցածր լինում, նշանակում է կոռուպցիան խնդիր է։ Այսինքն մեր մոտ այդ խնդիրը մնացել է, սա առաջին ուրեմն եզրակացությունը։ Երկրորդ եզրակացությունը դա նա է, որ 4 տարիա մենք չունենք փոփոխություն, չնայած ռազմավարություն ենք իրականացնում եւ այլն։ Հիմա գանք այս մի քիչ մեծ ներածությունից հետո գանք ձեր հարցին։ Իհարկե ընկալումը ինքը այդ մի թիվը չի բացահայտում որ ոլորտներն են եւ այլն, այնտեղ շատ ավելի խորը պետք է ուսումնասիրել, որ աղբյուրներն են օգտագործել այդ համաթիվը չափելուց, ասեմ, որ մինիմում 3 աղբյուր պետք է լինի, դրա համար ես ասի, որ 2001-2-ին չեղավ, որտեղ 3 աղբյուրը չկար, այդ մինիմում 3։
Օրինակ հիմա Հայաստանը 6 աղբյուրով են չափում մեր հետազոտական բաժինը միջազգային կազմակերպության եւ կարելի է դա տեսնել։ Նու եթե շատ խորանանք, կարող ենք տեսնել նաեւ ինչ այդ նյուանսներ կան։ Բայց ընդհանուր պատկերը այնքան էլ գոհացուցիչ չի, այսինքն իրական բացարձակ գոհացուցիչ չի, որտեվ մենք եթե նայում ենք Դանիան 89, Նոր Զելանդիան 88, Սինգապուրը 86, մենք շատ հետ ենք։ Հիմա ինչ է դա նշանակում ձեր ասած նախ միջին մակարդակի կոռուպցիա, համենայնիվ փորձագետներն այդպես չեն ասում, կա grand անգլերեն ես ասեմ grand corruption մեծ կոռուպցիան, high level corruption բարձրաստիճան պաշտոնյա պետության զավթում այդ երևույթը կոռուպցիայի, կա նաև համակարգային կոռուպցիա եւ այն ցածր մակարդակի կոռուպցիան, ասենք petty corruption։ Այն է, որ քաղաքացիներն են, Հիմա տեսեք, եթե մենք նայում ենք, այն որ շարքային քաղաքացին շփվում է, դա հենց հիմնականում ինքը ձեր ասած վարչության պետերի, ընդ որում ավելի շատ բաժնի պետերի հետ է շփվում։ Այդ այսպես ասենք, որ ասի կատեգորիզացիան իրականում սովորաբար սահմանը այդ վարչության պետն է, այսինքն վարչության պետ եւ ավելի բարձր, մենք արդեն կարող ենք ասել, որ կան լուրջ ռիսկեր, որ դա կամ grand corruption է, կամ high level corruption է, այսինքն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, կամ դա մեծ կոռուպցիա, որը արդեն ոլորտն է ընդգրկում, բայց ես նույնիսկ առաջ էլ նախքան Թավշյա-Ոչ բռնի հեղափոխությունը եւ հետո էլ ես ասել եմ, որ որևէ ուսումնասիրություն չկա, որը ասի, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, թե ոչ։ Այդ հարցը պատասխան չկա։ Իհարկե հավանականությունը շատ ավելի մեծ էր, որ այն ժամանակ կար, բայց դա չի նշանակում, որ հավանականություն կա, ավելի փոքր, բայց կա։ Տեսեք, դուք ասիք վերևներում չկա, որտեղ ըստ ձեզ վարչության պետը, որը ստանում է կաշառք, ինչալուց դա էլ ես ասեմ, որ երևի դուք նկատի ունեիք այդ կաշառք ստանալը, որը ասենք վարչության պետը ստանում է, բայց չի փոխանցում վերև։ Իսկ դուք որտեղ եք գիտեք։ Կարող եմ ձեզ ասել։ Ասեք։ Ես այդպիսի հազանգեր ունեմ, այդ վարչության պետը գրում է փաստաթղթեր, ստեղծում է նախարարությունում փաստաթղթեր, որոնք անհնար է իրականացնել առանց կոռուպցիայի։ Եվ այդ գումարները ինքը շատ Այսինքն բան չի փոխվել, առաջ դա շատ տարածված երևույթ է։ Ես էլ դա ոնց է կոչվում, այսինքն ինքը ստեղծում է նախադրյալներ, որպեսզի այդ կոռուպցիան լինի։ Այսինքն այո, այն իրավական ակտերը, որոնք նախարարվեցին, ընդհանրաբար նախարարի, այսինքն նախարարն էլ պետք է ուրեմն դրա մեջ ներգրաված լինի, եթե այդպեսի, որտեղ նախարարի հրամանով դա կարող է լինել, դա մեկ երկրորդը եթե հենց այդ մակարդակով է արվում, այսինքն հենց փաստաթղթերի եւ այլն, մենք արդեն ունենք խնդիր, որ դա այնքան էլ petty է, փոքր կոռուպցիա չի։ Այսինքն կա փոքր եւ կա մեծ կոռուպցիա, չկա միջին, սա ես կուզեի ասել։ Եվ սովորաբար նորից էմպիրիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե կան արդեն սկսած փոխնախարար, վարչության պետ այդ մակարդակ, այո, նրանք էլ են ներգրաված փոքր կոռուպցիայի մեջ։ Դա արդեն մեծ կասկած է առաջանում, որ գոնե այդ մակարդակի վրա բուրգը կա կոռուպցիոն, շղթան։ Որտեւ սովորաբար քաղաքացին շփվում է, ասենք, բաժին վարիչի կամ նույնիսկ շարքային հանրային ծառայողի հետ, ասենք, նախարարության կամ որևէ պետական մարմնի։ Եվ եթե գործը հասել է վարչության պետին, դա սովորաբար չի հասնում ավելի ցածր մակարդակում այդ հարցերը լուծվում են, ինչ որ բաժին էլ գնում է վարչության պետի մոտ։ Այսինքն ներքևում չկա կամ քիչ է։ Դժվարում եմ ասել, բայց ես դատում եմ, սա է իմ, այսպես ասած, մեկնակետը, եթե դու ունես ընկալումը այս մակարդակի ու չունես համենայն դեպս 21 թվականից հետո չի արվել որևէ հարցումային ուսումնասիրություն, որը ցույց տա, որոնք են օրինակ ամենակոռումպացված ոլորտները,
եւ որքանը տոկոսը, որքան է պատասխանել, ասենք, որ ես ընկալում եմ այսինչ ոլորտը որպես կոռումպացված։ Վերջին անգամ դա արվեց 2021 թվականին Հայաստանում, նույն ես ասում միջազգային մակարդակով դա գլոբալ հետազոտություն, կոռուպցիայի գլոբալ համաշխարհային բարոմետրը Հայաստանը վերջին անգամ ներգրավված էր 2016 թվականին, դրանից հետո չի եղել, որը արել է մեր կազմակերպությունը, միջազգային, Transparency միջազգային, բայց զուտ գիտական էթիկայից ելնելով ոչ թե իր մասնաճյուղերի միջոցով, այլ Gallup International-ի։ Հետո ասենք ֆինանսական հարցերով պատճառով դադարեցվեցին այդ հետազոտությունները։ Հայաստանում արվեց 19 թվականին մենք եւ այդ Կովկասյան ռեսուրս հետազոտական ռեսուրս կենտրոնի հետ միասին մենք արինք եւ 21 թվականին հենց միայն ռեսուրս կենտրոնը իրականացրեց ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորում։ Այն ժամանակ ասեմ ձեզ որ բավականին կային ոլորտներ, որտեղ ընկալումը երևում էր բավականին մեծ է։ Իհարկե նախկինների մակարդակը չէր, բայց ամենայն դեպս գոհացուցիչ չէր։ Հիմա ինչպիսին է, ես իրավունք չունեմ բարոյական ասելու որ ավելի վատացել է կամ ավելի լավացել 21 թվի համար, որտեղ չկան ուսումնասիրություններ։ Հասկանալի է, պարոն Հոկտանյան, ձեր անձնական տպավորությունները, որպես քաղաքացու, որպես մասնագետի, ամենավերևում կա կոռուպցիա, թե ոչ։ Վարչապետ, փոխվարչապետ, ամենաառանցքային նախարարները։ Գիտեք, ես ուրեմն նայում եմ ուրեմն նախ հենց մի քիչ դժվար է որպես շարքային քաղաքացի այս հարցերին նայել, որտեղ վերջ-վերջո փորձագետ եմ եւ հենց դա համար եմ այստեղ հրավիրված ոչ որպես շարքային քաղաքացի։ Չկան հետազոտություններ դրա հարցով այսպես էլ ես հիմա դրա համար եմ ասում, դա համար էլ ես հիմնականում հիմնվում եմ այդ ընկալումների եւ լրատվամիջոցների հրապարակումների վրա։ Ինչ կարող եմ ես դրանից ելնելով ասել, վերլուծելով այդ հրապարակումները։ Եթե մենք լինենք ավելի կոնկրետ, փաստեր չկան, որ ասենք ամենավերևներում կա կոռուպցիա։ Եվ ինչպես ես ասացի, կան բայց խնդիրներ կապված իրավամարմինները արդյոք հետամուտ են լինում այդքան վերև գնալուն թե ոչ։ Մենք գիտենք դա թե ոչ։ Միգուցե նրանք որպես ցանկացած այս տիպի երկրներում ցանկացած իրավապահ մարմին, ասենք լինի դա քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն, գիտենք որ կաշկանդված են։ Դա այսպես ասած լինենք անկեղծ դա կա։ Որ նրանք եթե օրինակ պարզվի որ ինչ որ նախարար կամ փոխվարչապետ կամ վարչապետ ինչ որ այդպիսի գործարքներում ներքաշված է կամ բյուջեի թալանում դժվար թե իրենք գնան դրան ես ամենայն դեպս մի քիչ նայելով վիճակագրությունը չի ասի որ այդքան համարձակ են մեր իրավապահ մարմինները դա մենք նաև ունենք այսպիսի մի դեպք հիշենք Դավիթ Սանասարյանի գործը այո որը դատարանը իրեն արդարացրել է եւ ինչից դա սկսվեց հա վերահսկողությունից ինչով դա շարունակվեց եւ ինչով ավարտվեց այո սա ինձ թվում է եւս ցուցիչներից մեկն է այստեղ ինչանց դա էլ պետք է հստակ հասկանալ որքանով է դա քաղաքականացված, որտեղ եթե հիշում եք Դավիթ Սանասարյանը այդ թավշյա ոչ բռնի հեղափոխության շատ ակտիվ ղեկավարներից էր եւ այստեղ կարող են լինել եւ այլ խնդիրներ։ Հիմա, եթե մենք նայում ենք նորից վերադառնալով ամենավերևներին, կա մեկ այլ երևույթ, որը ինձ շատ անհանգստացնում է ու դա երևի դուք ինքներդ էլ շատ լավ տեղյակ եք, դա այսպես կոչված պարգևավճարների հարցն է։ Ես վերջերս էլ դա ասի, տարածորեն 3 կարծեմ ինձ մամուլի ազգային ակումբային հրավիրել, այնտեղ ես դա ասացի։ Այո, նախկինում ծրարով տալիս էին մարդկանց այդ գումարը։ Հիմա այդ գումարը մուծվում է պետական բյուջետ ու տեսնում եք ահռելի չափերով տալիս են այսպես կոչված պարգևավճար։ Ես դա ճիշտն ասած կհամարեի քաղաքական կոռուպցիայի դրսևորում։ Սա շատ ավելի իհարկե ընկալման տեսակետից
դրա համար շարքային քաղաքացիներին չեն հարցնում այդ կոռուպցիային կալման համատիվը այլ գործարարներին եւ փորձագետներին, շարքային քաղաքացու տեսանկյունից դա կոռուպցիա երևի չի, բայց դա իրականում հենց քաղաքական կոռուպցիայի լոյալության գնում, որ հետո առավել ես որ նախընտրական տարիներ այդ նախորդ տարին այս մասշտաբների չէին եղել պարտիավաճառները եւ դա ասենք մի դրսեւորում կարելի է հանգիստ համարել որպես քաղաքական կոռուպցիայի դրսեւորում, դա մեկ։ Երկրորդ երևույթը, որը նույնպես շատ աղմուկ հանեց, դա քաղաքապայմանագրին արված նվիրատվություններն էին ու դրան որպես այսպես ասած դու ինձ ես քեզ սկզբունքով հարկային մաքսային արտոնությունների տրամադրում ինֆակոմի այդ հայտնի հետաքննությունը սա նույնպես կոռուպցիա է մենք այս տիպի ուրեմն խնդիրներ մենք տեսնում ենք որ այսինքն ես այսպես կասեի որ ես հստակ տեսնում եմ կոռուպցիայի դրսևորումների սա միանշանակ ինձ համար որպես փորձագետի դրսևորումների էվոլյուցիա ավելի նուրբ ավելի այսպես ասած քաղաքակիր ձևով է ամեն ինչ արվում այսինքն ոչ թե ծրարով են տալիս այլ գրում են ես ինչու եմ դա մեծ կասկածներ ունեմ որ դա կոռուպցիա է որովհետև ես չեմ տեսնում թե ինչի համար են նրանք պարգևատրվել դա պետք է թափանցիկ լինի մենք տեսնենք որ այսինչ աշխատողը ստացավ այս պարգևաճառը, որտեղ նրա կատարողականը այդ աշխատողը իր աշխատանքի այդ նկարագրության մեջ է, որը իր պայմանագրի բաղկացուցիչ մասն է, այդ այդ պարտականությունը այսքան անգամ ավելի լավ է կատարել։ Ես դա չեմ տեսել։ Ես տեսել եմ միայն, որ նրանք այդքան գումար են ստացել, Ես ինձ հարց եմ տվել հենց թեկուզ նույն հակակոռուպցիոն ոլորտում ռազմավարության իրականացումը արդյոք հիմք էր տալիս այդ պաշտոնյաներին ստանալ այդքան պարգևաճառ թե ոչ, երբ որ մենք մոնիտորինգ ենք անում ռազմավարության գործողությունների ծրագիրը, չենք տեսնում ինչ որ այսպես ասած ռուսերեն выдающихся, հայերեն չգիտեմ, այսպես հոյակապ արդյունքներ ես չեմ նկատել, այսինքն մենք եւ շատ այլ ոլորտներում նույնը կարող են ասել, բայց օրինակ վերջերս մեկի հետ խոսում էի այն այլանդակ դրսևորումներ, որ առաջ կար, հա? Ականավոր, այո, այլանդակ դրսևորումներ, որ առաջ կային, նույն ասենք բիզնեսում, երբ որ ուղղակի բացահայտ կերպով չէին թողնում գործարարներին, եթե կապ չունեին այդ գործարարները որոշակի քաղաքական, այսպես ասած, գործիչների հետ, հիշում եք, Սաշիկ եւ այլն, այդ երևույթները հիմա չկան, հստակ, բայց գործարարների, շարունակեք։ Բայց ես վստահ չեմ, որ հիմա որտեղ կան նաեւ այդպիսի բողոքներ, որ որոշ դեպքերում լինում են եւ դա հենց ինչ այլ ասեմ, ինչու մի միավոր նահանջեց կոռուպցիային կալման համատիվը 25 թվականին 24-ի համեմատ։ Երբ որ ես նայում էի, ես հիշում եք, ասի 6 աղբյուրով պետք է լինեն մինիմում 3 աղբյուրներ, մերը 6 աղբյուր էր, եւ այդ 6 աղբյուրներից միայն մի աղբյուր էր ցույց տվել նահանջ, եւ դա համաշխարհային տնտեսական ֆորումի ուրեմն ուսումնասիրությունը ինչ անում մեր կազմակերպության հետազոտական բաժինը նա առանձնացնում է այդ կոռուպցիայի վերաբերյալ հարցերը, դրանք հակակոռուպցիոն հարցումներ կան, այդպիսի հարցումներ չեն այդ Բերտելսման հիմնադրամ կամ համաշխարհային տնտեսական ֆորումը, բայց ունեն բաղադրիչներ, այսինքն դա լավ կառավարման good governance-ի հարցումներ են, որոնց մեջ կա նաև բնականաբար կոռուպցիայի հարցը եւ միայն համաշխարհային տնտեսական ֆորումներ նահանջ գրանցել, իմիջիայլոց երբ որ մենք նայում ենք այդ ասած են լավ տարիների համեմատ բավականին նահանջ կա եւ դա բիզնես պետություն փոխհարաբերություններն են։ Ուրեմն մի բան կա, եթե օրինակ երբ որ ասում են լիցենզիայի հետ կապված ստիպված են կաշառք տալ եւ այլն, այս տիպի հարցերը կարծես թե նորից գլուխ են բարձրացնում։ Իհարկե ոչ այն մասշտաբներով, ինչ որ կար մինչեւ 18 թիվը, բայց կա։ Պարոն Հոկտանյան, տեսեք, դուք նշեցիք, որ կոռուպցիայի ընկալումը հիմնականում այդ թվում ձևավորվում է բիզնեսում, հա, բիզնեսի միջոցով, գործարարների միջոցով։ Ես այստեղ բան ունեմ, խոսք ունեմ ասելու, ես շատ մարդկանց հետ եմ շփվում, այդ թվում նաև գործարարների, ես չեմ տեսել մեկ գործարար, որը դժգոհ լինի գործող իշխանություններից այս հարցում,
որը կարող է ասել, որ կա կոռուպցիա, որ իրենց գումարներ են պահանջում, դուք հիշատակեցիք, չէ, հայտնի Սաշիկին, չգիտեմ, միգուցե ես սխալ մարդկանց հետ եմ շփվում, այդպիսի օրինակներ ես չեմ տեսնում։ Այս ոլորտում, գործարարության ոլորտում դուք ինչ տվյալներ ունեք, ինչ ցուցիչներ եք տեսնում։ Դե ես արդեն ասացի, համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալները։ Տեսեք, հնարավոր է, որ կա մի այսպիսի կարևոր խնդիր, որը ես նույնպես կուզեի այստեղ ուշադրություն դարձնել, որքանով են այդ գործարարները ընկալում ինչ բան է կոռուպցիա։ Այսինքն, եթե զուտ կաշառք տալու մասին է խոսքը, միգուցե ես չեմ։ Իրենցից կաշառք չեն շորթում այո, հիմա դա շորթում են, հիմա չեն շորթում։ Հիմա հա, եւ այդ տեսակետից, եթե համատում ենք մինչեւ 18 թիվը, իսկապես էապես լավացել է։ Ասել, որ ամեն տեղ է լավ, դա այնքան երևի ճիշտ չի լինի, բայց մի բան էլ ես երևի կուզենայի, որ մի քիչ զգուշությամբ մոտենայիք նրանց ասածներին, նրանք դժվար թե ասեն, որ իրենք են կաշառք տվել, երբ որ պետք է։ Այնպես որ կամ այնպես անեն, որ նրանք ստիպված են, օրինակ ասեն գնումների ժամանակ տենդերների, այս վերջերս, հենց այսօր առավոտ, 3 էլ լսեցի, այդ ձյունից հետո այդ փոսերը պարզվեց, որ բիտումը, իսկ ինչու է դա այդպես եղել, այսինքն շատ դեպքերում այդ նախաձեռնությունը գալիս է նաև գործարարից, որը երբեք չի ասի։ Իդեպ սկզբից քաղաքապետը ասում է, որ աղն են ցանել, աղից ասֆալտը քանդվել։ Վերջում պարզվեց, որ փաստորեն բիտումն է։ Դա ինձ արդեն կոռուպցիա։ Չէ, այն որ Երևանը շատ սարսափելի վիճակում է եւ այստեղ միանշանակ կոռուպցիոն դրսևորումներ կա, մենք կարող ենք դա պնդել։ Եվ վերջին հարցը, պարոն Հոկտանյան, ամեն ինչը համեմատության մեջ է։ Ես օրինակ միշտ ասում եմ իմ ոչ մասնագիտական լեզվով, որ իրականում Հայաստանում առաջ, հիմա չգիտեմ ինչպես է, աշխարհում բոլոր տեղերում էլ կոռուպցիա կա, բոլոր տեղերում։ Դանիայում նույնիսկ կամ Սինգապուրում, որ ամենալավ դիրքերն են, եթե օրինակ այդ նույն Դանիայում կամ Սինգապուրում պայմանական գալիս են սենց, ես այսպես եմ ժողովրդի լեզվով եմ ասում, սենց գողտու մի տեսակ սենց գրպանից այդ գումարը հանում են, ժպտում են երեսի, դու չես տեսնում ինչպես են հանում։ Մեզ մոտ մինչև 18 թիվը գալիս էին, նայում էին աչքերից, մեզ ձեռը մտցնում էին գրպանը, գումարը հանում էին, սենց էին անում ու գնում էին։ Ես դա այդպես եմ կոչում։ Հիմա չգիտեմ, հիմա դա այդպես ոնց որ դա այդպես չի։ Հիմա եթե մենք համեմատենք Հայաստանում իրավիճակը եւ առաջին հերթին հարևան պետությունների հետ, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը հասկանալի պատճառներով այնքան էլ բարվոք վիճակում չէ, ԵԱՏՄ պետություններում միգուցե նաև հասկանանք որտեղ ենք մենք գտնվում, խնդրեմ։ Մենք երբ որ ներկայացին կոռուպցիայի կալման համաձայնությունը, ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ, այդ որ ասի փետրվարի 10-ին, մենք ոչ միայն նայեցինք այս տենդենսը, այս ուրեմն նյութը, որ ես ներկայացրի այդ ժամանակ, եթե հնարավոր լինի ցույց տալ նաև խոշորացած կադրով, նախ տենդենցիան, այս եթե տեսնում եք Հայաստանում 15-ից 25 թիվ ինչ եղավ, այս որ ասում էի 18-19, սա մեկ։ Երկրորդը ես կուզեի սա նայենք, ուրեմն Հայաստանը ԵԱՏՄ երկրում իհարկե անհամեմատ ավելի լավ վիճակ է, քան թե ԵԱՏՄ ցանկացած այլ երկրում։ Ես ուղղակի կոնկրետ թվերով ասեմ, որ ավելի պարզ լինի, օրինակ ԵԱՏՄ երկրներից ուրեմն Բելարուսը 31 է համաթիվը, Հայաստանում 46 է, Ռուսաստանը ընդամենը 22, Կրղզստանը 26 եւ Ղազախստանը 38։ Սա կոռուպցիայի ընկալումով, ընկալման համաթվով, այո, սա արդեն նշանակում է, որ մենք շատ ավելի լավ վիճակում ենք, քան թե այդ երկրները։ Հարևաններից միայն Վրաստանն է, որ մեզնից առայժմ բարձր է, բայց տարբերությունը փոքրանում է, ավելի շուտ իհաշի Վրաստանում իրավիճակի վատացմամբ։ Եթե նա մի ինչ-որ ժամանակ նույնիսկ հասել էր 58-ի, հիմնականում Սաակաշվիլի իշխանության վերջին տարիներին եւ այնից հետո առաջին, հիմա 50 է իջել, դա բավականին լուրջ նահանջ է։ Մեզ մոտ հիմա 46։ Այսինքն մնացած հարևանները մեզնից շատ ավելի վատ են, նույն ասենք Թուրքիան 31 է նույնպես, Իրանը 23, Ադրբեջանը 30, ընդհանրում Ադրբեջանը շատ հետաքրքիր
իրավիճակ էր, անցյալ տարի 22 էր, միանգամից թռավ 30, ընդամենը մեկ նոր աղբյուրի շնորհիվ, դրա համար ոչ մեր միջազգային կազմակերպությունը բացարձակապես դա չնշեց որպես մեծ նվաճում, միայն այն պատճառով, որ այս վիճակագրական այդ խնդիրը կա, օրինակ Հայաստանի մի միավոր նահանջը մաթեմատիկորեն ասած վիճակագրորեն նշանակալի չէր, այսինքն կա ստանդարտ սխալի կամ չափման ճշտության խնդիր, այսինքն ես դա եմ ասում լճացում է գնում, այդ մի միավոր ավել պակասը ավելի փոքր է, քան թե ստանդարտ այդ սխալը, եթե դա փոքր է լինում, դա արդեն մաթեմատիկա է, վիճակագրական մաթեմատիկա կամ մաթեմատիկական վիճակագրություն այդ մաթ ստատիստիկա եթե փոքր է լինում ուրեմն մենք կարող ենք ասել որ շատ մեծ հավանականությամբ ոչինչ չի փոխվել բայց Ադրբեջանի դեպքում էլ չփոխվեց երկու պատճառով նախ այո 8 միավոր լավացավ բայց առաջինը դա լավացավ այդ վիճակագրական սխալը շատ ավելի մեծ էր, քան թե Հայաստանի դեպքում, այդտեղ բանաձևը կա, եթե մենք այդ բանաձևով հաշվում ենք, այդ բանաձևի նպատակն է հաշվել նշանակալի էր վիճակագրորեն փոփոխությունը, թե ոչ։ Այդ բանաձևով Ադրբեջանը նշանակալի չէր, այսինքն որևէ բան չի փոխվել իրականում։ Եվ երկրորդ պատճառը, երբ որ նայում ենք այդ Ադրբեջանը 7 աղբյուր էր, այդ աղբյուրները օգտագործելով էին չափվել, եւ 7-ից ուրեմն 6 աղբյուրում մոտավորապես 22, 23, 24, 25 այդ կարգի էր, բայց մի աղբյուր այդ նույն համաշխարհային տնտեսական ֆորումը 84 էր դրել, որը աշխարհի լավագույն ցուցանիշներից էր։ Սա շատ տարօրինակ է։ Ուզում եմ ասել այդ Ադրբեջանի 30-ն էլ մի քիչ տարօրինակ է։ Բայց Հայաստանը մեր հարևանից մեն Վրաստանից։ Պարոն Հովտանյան, եւ վերջում, քանի որ մեզ շատ են կներեք մի բան էլ ավելացնեմ, բայց մենք ինչի եմ ասում ողջևորվելու կարիք չկա, որտեղ մենք երբ որ վերցնում ենք Եվրախորհրդի անդամ երկրներին, նայեք այս մենք 42-ից 30-31-րդն ենք։ Ես մոտավորապես այդ հարցն էի տալու հիմա, կես կատակ, կես լուրջ։ Եվ Եվրամիության անդամների մեջ միայն Հունգարիան, Բուլղարիան եւ մեկ էլ Ռումինիան մեզից վատ են։ Մնացածը քանի որ մեզ շատ են այս վերջերս խառնում Ալբանիայի հետ, հա, տարածաշրջանից դուրս, ԵԱՏՄ-ից դուրս, խնդրեմ համեմատեք մեզ Ալբանիայի հետ։ Լավ ենք իրենց համար։ Լավ է։ Հիմա անգիր մի րոպե սպասեք, ես այս կասեմ, Ալբանիան, մենք Ալբանիայից բարձր ենք, հիմա գտնենք, հա, Ալբանիան 39 է։ Բավականին բարձր ենք։ Այո, այնպես որ Շատ շնորհակալ եմ ձեր տեղեկատվության, որը մեզ տրամադրեցիք աշխատանքի համար եւ հարցազրույցի։ Խնդրեմ։ Կարող եք այստեղից նկարել, եթե այո, շնորհակալություն։ Անհրաժեշտություն լինի, հա։ Մեր հյուրն էր հակակոռուպցիոն անվտանգության փորձագետ Վարուժան Հոկտանյանը, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը եւ մանրամասները կհանդիպենք։